Գերլարված գիշեր է եղել Ուկրաինայի և Ռուսաստանի մի քանի քաղաքներում։ Ուկրաինայի խոշոր քաղաքներում՝ Կիևում, Օդեսայում, Խարկովում և Պոլտավայում հզոր պայթյուններ են որոտացել, իսկ Ռուսաստանի հարավում՝ Վոլգոգրադի մարզում բնակիչները սոցիալական ցանցերում տեղեկացրել են ռազմական օբյեկտի շրջանում բռնկված ուժգին հրդեհի մասին։ Պայթյուններ են արձանագրվել նաև Տամբովի մարզում։ Վոլգոգրադի մարզում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի բանակի գլխավոր հրթիռահրետանային վարչության զինանոցը։ Բռնկվել են լայնամասշտաբ հրդեհ։ Վոլգոգրադի մարզպետը տեղեկացրել է, որ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով հրդեհի մարումը և դետոնացիայի սպառնալիքը հաշվի առնելով հայտարարվել և իրականացվում է Կոտլուբան բնակավայրի բնակչության տարհանում։ Ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ են նկատվել Իրանի սահմանների մոտ։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հականավային ինքնաթիռը և հետախույզ անօդաչուները չորեքշաբթի պտտվել են Իրանի սահմանի մոտ։ Ինքնաթիռը թռել է Բահրեյնից և պտտվել Հորմուզի նեղուցի երկնքում, իսկ անօդաչու թռչող սարքերը Աբու Դաբիից ուղևորվել են Օմանի ծով։ Այս շաբաթ Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների նոր փուլ է սպասվում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում և կարող է ճկուն լինել ուրանի հարստացման լիովին դադարեցումը պահանջելիս։ Ըստ Ֆիդանի, դրական կողմն այն է, որ ամերիկացիները կարծես թե պատրաստ են թույլատրել ուրանի հարստացումը Իրանում հստակ սահմանված շրջանակներում։ Իրանցիներն այժմ գիտակցում են, որ պետք է համաձայնության գան ամերիկացիների հետ, և ամերիկացիները հասկանում են, որ իրանցիներն ունեն իրենց սահմանները։ Միացյալ Նահանգների նախագահն էլ խոսել է գերիշխանության մասին, ասելով, որ իրենք գերիշխում են հիմա և այդպես էլ շարունակելու են։ Ավելին, նոր գործընկերներ ունեն, մասնավորապես Վենեսուելան, որտեղից նավթ են ստանում։ Սակայն ամերիկացի առաջնորդը նեղսրտել է, որ եվրոպացի առաջնորդներն իրեն չեն սիրում և իր հետ ընկերություն չեն անում։ Այս հայտարարությունը Թրամփն արել է հրեական պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո։ Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասել է, որ շատ լավ հանդիպում են ունեցել և երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները շարունակվում են։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը։ Բանաձևն ուղարկվել է Սենատ, սակայն դրա օրենք դառնալու հավանականությունը փոքր է։ Ակնկալվում է, որ Թրամփը վետո կդնի բանաձևի վրա, եթե վերին պալատը հաստատի այն։ 15 տարվա կառավարումից հետո Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը երկրի ղեկավարի պաշտոնը հանձնում է դստերը։ Նա իր հերթին այդ ժառանգել էր հորից։ Կորեական լրատվամիջոցների փոխանցմամբ 13-ամյա Կիմ Չժոն կդառնա երկրի առաջին կին առաջնորդը։